Սփյուռքի յուրաքանչյուր հայ գիտի, Հայաստանը պարզապես հայրենիք կամ տուն չէ։ Այն մեր ինքնության, մեր արժանապատվության, մեր հավաքական հիշողության և պատմական ձգտումների կենտրոնն է։ Դարեր շարունակ հայ ժողովրդի երկու հենասյուներն են եղել եկեղեցին և Սփյուռքը։ Եթե եկեղեցին պահել է մեր հավատքն ու ինքնությունը, ապա Սփյուռքը եղել է մեր քաղաքական, պահանջատիրական ու համահայկական դիմադրողականության առանցքը։ Այսօր այդ առանցքը կանգնած է համակարգային նսեմացման վտանգի առաջ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն նվազեցնում է Սփյուռքի դերակատարությունը Հայաստանի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում։ Սա սովորական անուշադրություն չէ, սա գիտակցված քաղաքականություն է, որը թիրախավորում է Սփյուռքի ազդեցությունը, խաթարում համահայկական կապերը և թուլացնում հայկական պահանջատիրության միջազգային ձայնը։ Թուրքիան և Ադրբեջանը միշտ հասկացել են, եթե Սփյուռքը ուժեղ է, ապա հայ ժողովուրդը դիմադրող է, պահանջատիրական օրակարգը կենդանի է, իսկ միջազգային ազդեցությունը նկատելի։ Սփյուռքն այս տարիներին եղել է հայոց ցեղասպանության արդարության պայքարի շարժիչը, միջազգային դիվանագիտության կենդանի ուժը, Հայաստանի ու Արցախի ամենամեծ պաշտպաններից մեկը։ Եվ այսօր, երբ փորձում են կտրել այդ կապը, Սփյուռքը չի կարող և չպետք է լռի։ Սփյուռքի յուրաքանչյուր հայ ունի մի բան, որը ոչ մի իշխանություն չի կարող վերցնել՝ սեփական հայրենիքի հանդեպ պատասխանատվությունը։ Պատասխանատվություն պահելու Հայաստանի ձայնը, բարձրացնելու Արցախի ճշմարտությունը, շարունակելու պահանջատիրությունը, կանգնելու փշրված ազգային միասնության կողքին և այն վերականգնելու համար։ Այսօր Հայաստանին էլ ավելի է պետք Սփյուռքը, ոչ միայն որպես նվիրատու, այլ որպես արժեքի պահպանող, ազգի ապագան ձևավորող։ Սա այն պահն է, երբ յուրաքանչյուր սփյուռքահայ պետք է զգա, որ իր ձայնը կարող է իրավիճակ փոխել, իր պայքարը կարող է կորուստներ կանխել, իսկ համախմբվածությունը կարող է դառնալ այն ուժը, որը կպահի Հայաստանը ամբողջական, դիմացող և վերածնվող։ Հայաստանը մեր բոլորի տունն է, և այս ճակատագրական պահին Սփյուռքը պետք է կանգնի ոչ թե կողքի, այլ հենց տան կենտրոնում։ Միացիր Թելեթոն դրամահավաքին և ամրացրու Հայաստանի վերածնունդը։